Էս էլ դեղերը բժիշկ։ Դրեք էստեղ, դեռ պետք չի որ խմի։ Ինչի՞։ Հնարավոր է ներարկում անեմ։ Ինչ, ներարկում։ Մամ ջան, մի խառնվի, թող բժիշկ իր գործը անի։ Ես ասել էի, որ հանգիստ է պետք։ Ինչ պետք է եղածներ, որ ես խեղճ կին ուշագնաց լիներ։ Ընդհանուր առմամբ մեծ բան չի եղել բժիշկ։ Նայած ում համար։ Մամ ջան, ախր պարզից էլ պարզ էր։ Մի օր այդ օրը գալու էր, չէ։ Լավ, հիմա գոնե պետք չի խոսել այդ մասին։ Այս կնոջը հանգիստ է պետք։ Բժիշկ, ես դեղ կխմեմ, լավ։ Չէ, ես չեմ թողնի սենց գնամ։ Միայն ներարկում։ Մամ ջան, դու երբեք ներարկումից չես վախեցել, հիմա քեզ ինչ ա եղել։ Վախենաս թե չէ, պիտի արվի։ Սյուզի ջան, դուրս արի։ Խնդրում եմ, էլի մնամ կողքիդ։ Ես չեմ ուզում, որ ինձ այս վիճակում տեսնես։ Գնա դուրս բժիշկը իր անելիքը կանի, հետո կգաս, լավ։ Լավ, դռան մոտ կսպասեմ։ Լավ։ Ինչ ներարկում։ Էս ինչ ես անում։ Դե լավ, մի հատ անարգին Դիմիտրոլար, լավ կքնես։ Հենց իմ այդ տար թափի շուտ արա։ Հետո կասես, որ ներարկել եմ, լավ։ Լավ։ Լսի, բայց դու ինչ դերասան ես։ Այդ խեղճ աղջիկներին ինչ օրն ես գցել։ Դու չես հասկանում, ես իրոք ուշաթափվել էի։ Քիչ էր մնում հավատայի։ Մարդեր սեփական աղջիկներին այսօրը գցի։ Իրանք են ինձ այսօրը գցել։ Մեկ ամուսնացավ տարիներով սահմաններում ապրեց, այն մյուսն էլ մի հատ Ալֆոնս ա բերել ուղիղ իմ դուռը։ Փաստորեն քո կյանքն էլ կյանք չի, Մարգո ջան։ Դու քո գործ արա ու մեկնաբանություններ պահի կես։ Այստեղից դուրս գալուց կասես, որ պետք է հանգիստ լինի եւ նման դեպք էլ չտեսնեմ։ Հասկացա՞։ Հասկացա։ Կներեք ինձ, ես չէի մտածում, որ սենց բան կարա լինի։ Դու մեղավոր չես, մաման իրոք էս վերջին օրերին լավ չէր։ Բժիշկ ո՞նց է։ Կարող է պետք է հիվանդանոց տանենք։ Չէ, նրա կարիքը չկա։ Քնի կհանգստանա ուժերը կվերականգնի։ Գնա մոտը։ Չէ, պետք չի։ Թող հանգստանա։ Աղջիկներ, մենք պետք է լուրջ խոսենք։ Այսպես էլ չի կարելի։